Այդ պատերազմը համակարգված հարձակում էր Հայաստանի անկախ պետականության վրա, քանի որ պատերազմից առաջ 1919 թվականին բոլշևիկները քեմալական թուրքերի հետ դաշինք են կնքել Աթաթուրքի շարժմանը զգալի ռազմաքաղաքական օգնություն տրամադրելով, ինչպես օրինակ ֆինանսական աջակցություն եւ զինամթերքի մատակարարում, որոնց մեջ մտնում էին մոտ 39,000 հրացան, 327 գնդացիր, 54 հրանոթ, 63 միլիոն փամփուշտ եւ հազարավոր այլ ռմբեր ու արկեր։ Եթե այս աջակցությունը չլիներ, քեմալիստները ոչ միայն չեն կարողանա մեր բանակին հաղթել, այլև ընդհանրապես չեն կարող ոչ մի ապստամբություն շարունակել իրենց երկրում։ Հարկավոր է հիշեցնել բոլորին, որ այդ ժամանակվա քեմալական ու հայկական բանակի համեմատությունը ամենևին նման չէ այսօրվա համեմատությանը, քանի որ այդ ժամանակ թուրքերը մոտավորապես 8 միլիոն էին, իսկ հայության բնակչությունը 2 միլիոն։ Դրա համար մեր պարտությունը բոլորովին անխուսափելի չէր։ Մեր հաղթանակը շատ հավանական էր, հատկապես երբ հաշվի առնենք այն, որ դրանից ընդամենը 2 տարի առաջ Սարդարապատում Օսմանյան կայսրության կանոնավոր բանակին հաղթեցինք, մենք ինքներս կանոնավոր բանակ չունենալով հանդերձ։